Շատ ժամանակ մեզ թվում է, թե այդ ուշադրությունը այդքան էլ կարևոր չի, բայց փաստը ցույց է տալիս, որ շատ շատերը հենց այդ անուշադրության պատճառով կործանվում են։ Ուրեմն ես ուզում եմ Սուրբ գրքից մեկ օրինակ բերել նրա մասին, որ մարդը եթե ծուռ սիրտ ունի, ինչ վնասներ կարող է քաշել, անգամ ընդհանուր կործանում։ Պատահում է մարդը անգամ ունի ինչ-որ պարգև, թեկուզ Տիրոջից ունի պարգև իր միջոցով հաջողվել է, որ խոսի, հայտնություն լինի, մարգարություն լինի կամ որևէ ուրիշ մի գործ լինի, անգամ աղոթք է արել մարդը բժշկվել է, բայց սիրտը ուղիղ չի, Տեր իր խոսքի Տերն է։ Իր անունով կանչել են, Տերը ողորմություն ու բարիք է արել։ Երբ որ Տիրոջը մոտենում էին, հազարավոր մարդիկ են բժշկվում այդ օրերում, գրված անգամ օր կար 5-6 հազար ավելի շատ մարդիկ են հավաքվում Տիրոջ մոտ եւ Տերը ասում է ամենքին բժշկում էր։ Հիմա այդ մարդիկ կարող են գնալ գլուխ գովալ, ասել ես այն մարդն եմ, որ Հիսուս ինձ բժշկեց, իբր թե այնքան լավ մարդ է, որ Հիսուս ինձ բժշկեց, հա, կարող են ասել։ Բայց այս օրին մենք տեսնում ենք այս մարդկանց։ Այդ առաջին դարում չէին ասի, որ ես լավն եմ, դրա համար Հիսուս ինձ բժշկեց։ Բայց այս օրերում մենք տեսնում ենք, որ մեկը ուզում է ասի ես լավն եմ, մանավանդ որ ուզում ես Աստծո խոսք խոսես, ընդդիմանում է եւ ասում է կարծես թե ուզում է ասի այնպես չի, որ ես ընդհանրապես Աստծո չգիտեմ։ Գիտես Աստված ինձ համար ինչեր արել, մի օր ես հիվանդ էի, մի օր ավարայից պրծա, մի օր էլ սենց էլ, մի օր էլ չգիտեմ գլուխս ցամեր աղոթքարի, գլխացավս անցամ, դրանով ուզում է ասել ես լավն եմ, դրա համար Աստծո աղոթքերը լսում է։ Բայց բոլորովին խաբված վիճակ։ Հիսուսը չի բուժում լավ լինելու համար։ Հիսուսը կարող է չփրկվածներին բուժել, ծուռ մարդկանց էլ բուժել։ Մարդը բուժեց, գնա այլևս մեղքի գործի, որ ավելի չար բան չպատահի քեզ։ Բուժում էր, մարդիկ էլ կան, որ նրանց բուժեց, բայց Հիսուսի դեմ կանչում էին, ասում են խաչի դրան։ Պիղատոսին ասում են խաչի դրան։ Առաջին օրը Տերը մտավ Երուսաղեմ, շորերը փռեցին արմավենիներով, դիմավորեցին Հիսուսին, Օվսանային գոռում, օրհնալ է Դավթի որդին կամ Տիրոջ անունով եկողը, մի օրվա կամ մի քանի օրվա աշխատանք տան իրենց հետ, Տիրոջ հակառակողները։ Հետո տեսանք այս մարդիկ կորան, չկան։ Միայն մանուկներն են գոռում Օվսանա Դավթի որդուն։ Ուր են շորերը փռողները, ուր են արմավենի ճյուղերը վերցնողները։ Եվ անգամ ասում են քահանաները եւ այդ դպիրները փարիսեցիները համոզեցին, որ նրանք կանչում էին Պիղատոսի առաջ խաչի դրան։ Հազարավոր մարդիկ կան դրանց մեջ բժշկված, իրենց ընտանիքի անդամներ, բարեկամներ, բայց քանի որ ուղիղ սիրտ չունեին, կարող էին կանչել խաչի դրան։ Դա համար այսօր մեր այստեղ նստելը կամ բժշկություն տեսնելը չի երաշխավորում փրկությունը։ Պետք է մարդը ուղի սիրտը եւ հավատարիմ մնա մինչեւ վերջ։ Դրա համար Տերը խոսում էր փրկվածների հետ։ Ով որ մինչեւ վերջ համբերի, նա կփրկվի։ Վերջ։ Ինչ սուտ ուսմունք ուզում տան մարդիկ, որ թե եթե մեկը վերստին ծնված է, եթե մեկը արդեն փրկված է, կարծես թե Տերը էլ
չի թողի կորի, այդպես բան չկա, Տերը սուտ չի խոսում, ով որ մինչև վերջ համբերին նա կփրկվի։ Դրա համար ես ուզում եք օրինակ բերել Տիրոջ խոսքից, Տիրոջ մարգարե Բաղամի մասին։ Մինչև որ նրա արածը կարդամ, ես ուզում եմ վկայություն կարդամ Բաղամի մասին, որ ինչ ասում։ Ասում է Բեովրի որդի Բաղամի խոսքը 24-րդ գլուխ թվոցին։ Երրորդ խոսքից ասում է եւ աչքը բաց մարդի խոսքը։ Աստծո խոսքը լսողի եւ ամենակարողի տեսիլքը տեսնողի, գետին ընկնողի եւ աչքը բաց եղողի խոսքը։ Ուշադրություն դարձնում եք, ինչպիսի մարդ էր, այսպիսի վկայություն շատ քչերի համար կա ամբողջ Սուրբ գրքում։ Նա նման մարդ չի եղել այսպես, աչքը բաց եղող մարդու, Աստծո խոսքը լսողի, ամենակարողի տեսիլքը տեսնողի, գետին ընկնողի, այսինքն Աստծո առաջ աղոթք անողի։ Եվ նորից կրկնվում է ուրիշ տեղերում էլ, մի տեղ էլ կարդամ, ասում է 16-ում էլ ասում է Աստծո խոսքը լսողի եւ բարձրալի գիտությունը գիտոցողի։ Պատկերացնում եք, բարձրալի գիտությունը գիտեցող, այսինքն ունեցողի։ Եվ ամենակարողի տեսիլքը տեսնողի, գետին ընկնողի, աչքը բաց եղողի խոսքը։ Կարող ենք ասել մեր մեջ հիմա այդպես մարդ կա։ Բայց ինչ եղավ այս մարդը, հետո հեսա կարդանք։ Շատ, ասում է, Մովաբը շատ վախեցավ Իսրայելի այդ շարժից, որ գալիս էր դեպի Քանանի երկիր էր գնում Եգիպտոսից եկած ժամանակ 22-րդ խոսքում եւ ասում Մովաբի դաշտերի մեջ Հորդանանի մյուս կողմ Երիքոյի մոտ Իջևան արին եւ Սեպորի որդի Բաղը տեսավ այս ամենը ինչ որ Իսրայելն արեց ամոր հացիներին եւ Մովաբի շատ վախեցավ որտեղ շատ էին եւ Մովաբը տագնապում էր Իսրայելի որդկանց երեսից Եվ Մովաբը Մադիամի ծերերին ասեց. Հիմա ժողովուրդը լիզելու է մեր շուրջը եղած ամենը, ինչպես որ արջար լիզում է դաշտի խոտը։ Եվ Սեպորի որդի Բաղակը Մովաբի թագավորն էր այդ ժամանակ։ Մովաբի թագավորը ինչ արեց։ Դեսպաներ ուղարկեց Փաթուր քաղաքը, որ Եփրատ գետի եզերքում էր։ Բեորի որդի Բաղամի մոտ նա ժողովրդի որդկանց երկիրը նրան կանչելու եւ ասելու ահա Եգիպտոսից մի ժողովուրդ է դուրս եկել ահա երկիրը երեսը ծածկել է նստել է իմ դիմաց եւ հիմա աղաչում եմ եկ ինձ համար անիծիր այս ժողովրդին որտեղ նա ինձանից զորավոր է գուցե կարող լինեմ նրան զարկել Եվ իմ երեսը դուրս քշեմ նրան, որտեղ գիտեմ, որին դու օրհնում ես օրհնյալ է, անիծում ես անիծված է։ Թագավորն է ասում Բաղամին, մարգարե Բաղամին, Աստծո մարգարեին։ Ասում է դու որին օրհնում ես նա օրհնյալ է, փորձված է, շրջապատը գիտեր։ Եվ որին անիծում ես անիծալ է։ Ես չեմ կարա Քո անոյցքի օգնությամբ ես կարող եմ զարկել հեռացնել ինձանից, այս տարածքից անել այս Իսրայելին։ Եվ Մովաբի ծերերը Մադիամի ծերերը գնացին երկու խումբ։ Գնացին իրենց հմայության վարձք իրենց ձեռքերին։ Այսինքն նվերներ էին առել հմայության վարձ։ Այդ նվերը մարդու խելքից հանում է։ Շատ քանի օքի դեք խելքի ծնգե, երբ որ ձեզ նվեր են տվել։ Հա? Ոչ մեկ վիճ չի առնի, բայց դες բան կա։ Որ նվերը ցույց են տանում, դեռ մենք կախարդվեցինք։ Հմայության, ասենք կախարդելու վարձքը։ Գնացին, ասում հմայության վարձք իրենց ձեռքին եկան Բաղամի մոտ եւ Բաղամի
խոսնի և ասեցի նրան, որ այսպես էլ շատ չի երկարացնեմ, Բաղամը նրանց ասեց, հələ չգիտեր ով է Իսրայելը և այլ, այս գիշեր այստեղ մնացեք և ես պատասխան տամ ձեզ ինչպես որ Տերը ինձ հետ խոսելու է։ Պատկերացրեք ինքան վստահ, Տերը ինձ հետ խոսելու է։ Ինչպիսի մարգարե էր։ Չէ ասում, եթե խոսի կասեմ։ Հաստատ գիտի, Տերը կխոսի, եթե ինքը կանգնի Աստծո առաջ գետին ընկնողի, Աստծո խոսքը լսողի, գիտությունն ունեցողի բարձրալի։ Եվ խոսեմ Աստծոտ, Աստված ինձ ինչ ասի, ես էլ ձեզ կասեմ։ Եվ ասում Աստված Բաղամի մոտ եկավ և ասեց, ով են այդ մարդիկ։ Տերը գիտեր, իհարկե ուզում է իր բերանից լսի, որ քեզ մոտ եկան։ Բաղամն ասեց Աստծուն, Մովաբի թագավոր Սեփորյան բաղակն է ուղարկել ինձ մոտ, թե ահա Եգիպտոսից դուրս եկած ժողովուրդը երկրի երեսը ծածկել է, հիմա եկ անիծիր նրան, ինձ համար գուցե կարող լինեմ նրանց հաղթելու և նրանց դուրս անելու։ Եվ Աստված ասեց Բաղամին, դրանց հետ չգնաս, ժողովրդին չանիծես, որովհետև նա օրհնված է։ Եվ Բաղամը առավոտած վեր կացավ և ասեց Բաղակի իշխաններին. գնացեք ձեր երկիրը, որտեղ Եհովան ինձ արգելում է ձեզ հետ գնալու։ Եվ Մովաբի իշխանները վեր կացան և Բաղակի մոտ եկան և ասեցին. Բաղամը չուզեց մեզ հետ գալ։ Վերջ, Աստված պարզ ասաց, որ այս ժողովրդին չանիծես, օրինակ ժողովուրդ է, նրանց հետ չգնաս։ Ասում է Բաղակը դարձյալ նրանցից ավելի շատ և ավելի պատվավոր իշխաններ ուղարկեց։ Եվ նրանք Բաղամի մոտ եկան և ասեցին նրան. այսպես, նորից աղաչում է գաս անիծես և այլ։ Նորից ասում, բայց ձեզ չասեցի, եթե իմ տունը իր տնով լիքը ոսկի արծաթ լցի և այլ, ինչ էլ տա, ես Աստծո խոսքից դուրս չեմ գա։ Բայց մնացեք գիշերը, այլ ինչ բայց, Աստված արդեն հայտնել է իր կամքը քեզ, ինչ բայց, մնաց Աստվածը գնա, քո սրտի մանով, գնաց, ուզում են մարգարեանալ, Աստված ասում է, բերան լեզու է տալիս, նա ասում էր, մարգարեանալ, որ թե ով է Իսրայելը և ինչ անելու Աստված իրենց միջոցով, որ Աստծո ժողովուրդն են, օրհնված են, առյուծ է և այլ, լափում են, իրենց դեմ ընկածին։ Ոնց ասած, քեզ փրկություն չկա, Բաղակ։ Մեկ էլ կատաղում է, ասում է, արի լստեմ, մեկ էլ Բաղակն ասում, հələ մի հատ արի գնանք այն սարի գլխից աղոթք անենք։ Բաղամն է ասում։ Երկար է, ամբողջ գլուխ չեմ ուզում կարդալ, 22, 23, 24 գլուխները։ Այ Բաղամ, որ Աստված արդեն քեզ ասում է իր կամքը, այս սարի գլխից ես հարցնում ասում, թե այն սարի գլխից, ժայռի գլխից, ինչ տարբերություն։ Ինչ ես փորձում Աստծուն։ Հետաքրքիր բան կա, ուզեմ ասել, ուղղակի վերջին օրերն է, եթե չգիտեմ, պատրաստված է, որ դուք ներկայացնեք, Տերը նորից հանդիմանում է ձեզ։ Ձեզանից ասիկ շատերին։ Տերը խոսում է։ Կներեք, իհարկե մի պարզ խոսամ ավելի, որովհետև շատերը քնած են, գուցե պարզ խոսալը արթնացնի։ Տերը խոսում է իր կամքը հայտնում է։ Տեսնում եք չէ, որ շատ ժամանակ, շատ տարիներ առաջ Տերը խոսում էր այս օրերի մասին, մենք հավատներս չէր գալիս, ուղղակի ներողություն ենք խնդրում Տիրոջ ասում ենք, գուցե տես չի Տեր, գուցե Տերը աղոթում է, որ տես պատգամ ուղարկում է, որ մենք աղոթենք, տես չլինի։ Չենք ուզում ընդունել, որ ժողովրդի մեջ կեղծավորներ կան, ապստամբներ կան։
աղոթեցինք, բայց Աստված հաստատ էր ասել, որ կան այսպիսիներ եւ այսպիսի բաներ կան։ Մեկ էլ տեսնում ես, մեր մեջ հիմա էլ կան նստած մարդիկ կան, մոռացել են էլ երևի։ Քանի հոգի դուրս եկան նույն մարդկանցից, հիմա էլ կան նման մարդկանցից, որ ես նայում եմ, տեսնում եմ իրանց։ Տերը մարգարություն է տվել, տեսիք են տեսել, երազ են տեսել, որ Տերը ցույց է տալիս, ումը լսեք, ինչ անեք, ուրիշի չլսեք։ Անգամ մեկը տեսել է, որ իր ամուսինն է ուրիշին ուզում լսի, խնդրում է, որ ամուսնու որ մի լսի, այս ինչ մարդու լսի, աստծոծառաներին լսի, մի լսի դրանց, բայց երբ որ ամուսինը ծռվով ինքն հետը ծռվով գնաց, առանց հաշվի առնել իր տեսիլքները, իր հայտնությունները, որ Աստված իրեն ասել էր։ Մեր միջից մարդիկ ասում են, մենք զարմացանք, որ հայտնությունը լավ Տերը Տիրոջը չլսեցին մարդիկ, ու այդ ասողը ինքը հիմա ապստամբների հետ հաղորդակցություն ունի։ Հենց հիմա ապստամբների հետ հաղորդակցություն ունի, գաղտնի մտնում են սենյակները, ընտանիքի անդամները զարմանում են, անհավատ անդամը զարմանում են, ասում են, ամաս մի ժամանակ, ես այդ տան անդամ ասում են, դրանք ծռված են, հիմա ուր է բերում տուն և մտնում են առանձին փսփսում են։ Պատկերացնում եք, լավ Տերը, ասում ոչ չդատեմ, այսպիսիներին, ինչպես չդատեմ, բաղում ինքը լսում է, աշկով տեսնում է, Աստծո խոսքը ասում է, խոսում է, ոչ թե միայն լսում տեսնում է, նաև ինքը խոսում է, բայց մեկ էլ բաղակին ասում, հələ կանի ուրիշ տեղից փորձենք անիծել, ուզում անիծի, օրհնության խոսքը դրում բերանում։ Վերջում էլ տեսավ, որ չէ, ասենց ասած, ճար չկա, ինչ արեց, ասում կանչեց, իր հետ խոսեց ու գնաց։ Խոսելուց հետո, ասում Իսրայելի որդիք մեղանչեցին, սկսեցին այդ մովաբացիների կուռքերը պաշտել, բայց ոնց պաշտել։ Ամենագեղեցիկ աղջիկներին ջոկեցին, ուղարկեցին Իսրայելի զորքի դեմ։ Սիրահարվան, սկսին ամենք իր համար մեկին բերել, այդ աղջիկերքեն պահանջեցին, չէ, մինչև մեր կուռքին չպաշտեք, մենք ձեր հետ գլուխ չենք դնի։ Պաշտեցին, Մովսեսի աչքի առաջ, ասում է, ժողովրդի աչքի առաջ։ Այդ օրը Փենեսը վերցրեց, չէ Փենեսը, Ահարոնի որդին, սուրը, ու ասեց, ով որ Աստծո կողմնա թող իմ հետ գա։ 23,000 տղամարդ կոտորեցին Իսրայելից, շնացողներին և կռապաշտներին, որ անցան կռապաշտության, 23,000, Մովսեսն էլ ասեց, բաղամի խորհուրդն էր, և անդադ Սուրբ գրքում կրկնում է, չեմ ուզում ասել, Պետրոս Առաքյալն է կրկնում իր թղթում, Հուդա Առաքյալն է կրկնում իր թղթում, նաև տեսնում ենք հայտնությունում, հայտնության 2:14-ում Տերը ինչ է ասում։ Ասում է Պերգամոնի եկեղեցուն, որ հետը խոսում է, բայց ասում ինչ որտեղ լավ բաներ ունի, բայց ասում է քո դեմ մի փոքր բան ունեմ, որ այդտեղ պահում են Բաղամի վարդապետությանը հետևողներ, որ Բաղակին սորացեց Իսրայելի զավակներին գայթակղեցնել, որպեսզի նրանք կուռքերի զոհաբերած միս ուտեն և պոռնկություն անեն։ Այս Բաղամը ինչպիսի մարդ էր։ Բարձրալի գիտություն ունեցող, տեսիլքը տեսնող, նրա առաջ կանգնող, նրա խոսքը լսող, հատուկ մարգարե էր, բայց ագահության վարձքը սիրեց։ Սկզբից լսեց, որ չի կարելի,
Բայց երկրորդ անգամ դու ինչ ես ասում, մնացել միջով տեսնեմ Տերն ինչ ասում, ասի Տերը պետք է փոխվի, դու ուզում ես քո ագահությունով Տիրոջ փոխել, իսկ մեր մեջ էս օրերին հենց դες բաներ եղան։ Ստիպված ասում եմ։ Մարդը մեղանչել է, բերել ենք, քանի օգու նստեցնել ենք։ Ինչի՞ է սենց բան արել։ Ասում, բայց ես ասել էի այն մարդուն, հələ ես պետք է ստուգեմ։ Աման ստուգել նոր խոսայր։ Ինչ ես կեղծավորություն անում։ Ես պետք է ստուգեմ։ Դու արդեն տարածել ես ինչ-որ ստություն։ Եվ ասում եմ, բայց արդյոք ճիշտ է խորամանկություն անում։ Հələ ես կստուգեմ։ Հետո որ այդ մարդկանցից իմացվում է մենք պահանջում ենք ինչու՞ է սուտ լուրը տարածել, ասում եմ դե ես չասի պետք է ստուգեմ։ Այդպիսի մարդ պետք է գնի գետին։ Խնդրի ներողություն, խնդրի որ չկորսվի, ուզում է թող քարոզի, ուզում է թող երգի, ինչ ուզում է անի։ Մեղք կա վրան։ Ես սրտան անկեղծ ապաշխարություն ունենա։ Ես սրտից շատ էլ սորն եմ, սրտից ասում եմ ներողություն բրծանք։ Այն փոքր երեխեքին ասում եմ, ասեմ ներողություն, ասում ենք հա, ներողություն, բրծանք չէ։ Էլ կերակը չեմ ընկնի։ Դենց ես մեր հոգևոր անդամներն են դարձել այդ երեխեքի նման։ Դա ներողություն ասում եմ բրծ, էսելու բրծ։ Մարդիկ կան, չարախոսներից գալուց էին վկայություն են տալիս, որ ինչ սպտեր են փչում, հիմա չարախոսների հետ ընկերակցություն են անում, ստեղ են նստած են, հստես ես չի թողի, դերը մարդ չի, որ խապվի, Ժողովուրդ ջան, բաղամը ծուր սիրտ ուներ, այդքան մեծ պարգև էր ստացել ծուր սիրտ, հուդան, 12 առաքյալների շարքում, հայտնությունը կարծում եք արդեն իհարկե իր անունը չկար, Մատաթյան էր, ասում է, ցանկը Երուսաղեմի շուրջի Պարիսպի է, 12 շերտ ուներ, ամեն շերտի վրա Տիրոջ մի առաքյալի անուն էր գրած, քան պատիվ տվեց Տերը, պարգև էր տվել, դևեր էին դուրս գալիս, հիվանդներ էին բժշկվում, ինքն իր ագահությունից գողանում էր։ Տիրոջ նվեր տված փողերը էին գողանում։ Մարդիկ այդ փողերը որտեղից էին հավաքում, մարդիկ նվեր էին տալիս, որպեսզի հոգա։ Դες մեր մեջ գտնվեցին մարդիկ, գողացան Տիրոջ փողերը, Գանձանակից, տարբեր բաներից, արտներից, կամ ասենք ինչ-որ բան ծախեն ենք, որ մի բան տպենք նորից, կալենդարները կամ ես ինչ են ժամանակ դիսկեր կասետը, տեսնում եք, այդ դուս եկածներից մեկը, տարավ, գողացավ գնաց։ Կանչում ենք արի խոսանք, ասում եմ, ես խինոր եմ եկեղեցուց դուս եկի, ինչ եք ինձ կանչում։ Պատկերացնում եք։ Ու դրա հետ այսօր շատերը հաղորդակցում են։ Ծուր սիրտ է, ժողովուրդ ջան, մենք պետք է խոստովանենք, Տեր իմ սիրտը ծուր է։ Հմայության նվերները մեկ էլ տեսակ կվերցեն կգան։ Տարբեր մարդիկ տարբեր հմայության նվեր։ Մեկը քաղցր մեղր կբերի, մյուսը կաթ, մյուսը մածուն, մյուսը գուցե ոսկի բերի, մի մատանի։ Այն մյուսը ուրիշ մի բան։ Մեկը տեսնում հմայվում են։ Մեկն իր տունը կվերցի, ինչ որտեղ օգնություն ցույց կտանի։ Այսօր քեզ հյուրասիրեմ։ Տարիներ առաջ, շատ տարիներ առաջ, այսինքն մի 2 տասնյակ կլինի, ինչ-որ մեկին հանեցինք եկեղեցուց սուտ մարգարեություն անելու համար։ Հայտարարեցինք, որտեղ չէր դադարում։ Մեր մեջ մեկը եկավ ամբողջովին խուլ։
Եվ մի քույրիկ նա ձեռը բռնում էր, սենց բերում էր, օգնում էր գալիս էր ժողովին։ Այս քույրիկը չգիտեր, որ ինքը ընդհանրապես չի լսում։ Եկավ դռան մոտ ասեց միլազ եղբայր մի հատ այս քույրիկի համար ակաղոթես, ասեց շատ ծանր է լսում։ Չգիտեր ընդհանրապես չի լսում։ Աղոթք ենք արել, հաջորդ օր տեսած այս կնոջը վերջած եկավ, ասեց ականջները բացվել է։ Իսկ ինը վկայում ասում սուր ցավ սկսեց իմ ականջներին, մեկ ինչ-որ բան դուրս եկավ։ Եվ ես սկսում լսել, ու ինքը վկայում ասում երբ որ ես նստում էի ժողովին, ասում է Տեր Հիսուս, այս դինամիկներից հզոր երաժշտության գոնե մի քիչ լսեի։ Ոչ քարոզում լսում, երաժշտություն չեմ լսում, Երանի բաց էի, աղոթքից հետո ականջը բացավ։ Ականջը բացվեց, ընդհանրապես խուլ էր։ Մեկ էլ մի ժամանակ անցավ, քույրերը ասին, գիտեք ինչ անում է։ Ասես նորից սկսել է ծանր լսել։ Սկսել է ծանր լսել։ Ասում է իմ համար աղոթք արեք։ Միլազ եղբայր բերենք աղոթես։ Ասի չէ։ Թող խոստովանվի։ Էդի հենց այդպես չի վերադարձ այդ խլություն իրա վրա։ Քույրերը գնում ասում են կարող է հենց ով որ քո համար աղոթել է դու իրանից չարախոսել ես։ Ասում հա։ Ու ինչ ասի։ Գնացել եմ այդ կնոջ մոտ, այդ կինը գիտես ինչ սեղան դրեց իմ առաջ, նոր տարվա սեղան դրեց, հələ ոչ մեկ ինձ դες չի յուրասի։ Ու ասում է ինչ խոսած ես էլ դե պատի վեր տվեց, սկսեց ես էլ միացա իրան։ Միացա, չարախոսեցի ու դրանց հետո, բա որ տենց է, դրանց հետո ականջները ծանրացավ։ Ու բոլորովին չէր խլացել, բայց հիմա դու ոնց է որ առանց խոստովանել ուզում ես նորից աղոթք արվի բացվի։ Հա դե շուտ այել է, 6 տարի առաջ այել է։ Ամար ինչ այել է, սապոնա մեղքը, ընկավ ջուրը հալավ գնաց, մեղքը ուռում մնամ է, ոչ թե ջնջվում է։ Մենակ Տեր Հիսուսի արունն է մեղքը ջնջում, դու այդ վիճակում ոնց համաձայնում ես։ Ոնց բացատրեցիք, ինքը գիտի ուզում ենք ուղղակի մեր առաջ խոնարհցնենք, ամեն ասեն թե ասեն ինձ ներողություն, այդ ներողություն տասեմ տանում Սերվանդի գլխին դնեմ, թե որտե դնեմ պահեմ։ Ինչի սա պետք է ներողություն է, քո քուտի համար ենք ասում։ Ես ընդհանուր ոչ քեզ վիրավորում եմ, ոչ նեղանում եմ։ Դու ես վնասվում։ Ինչ արեք վիճառը վերջում ավելի գժվավ։ Գնաց մարդ սպանելու։ Հետո ասում տեսիք է տերեմ տանը։ Քույրերին ասում ես։ Ես տերում եմ նոր հաջից 2 հոգի գալիս են գիշերվա 3-ին ինձ ձեն են տալում։ Ձեն են տալիս, հլնում եմ պախկվում են։ Ես պետք է գնամ տապորը վերցում գնամ դրանց սպանեմ։ Ինչ են գիշերվա 2-3-ին գալում ինձ քրից զարթացնում։ Դևեր այդ տեսքով գալիս են զարթացնում են։ Մի օր էլ փորձես այդ սպանի զանգեցի ոստիկանները եկան, բռնին տեսան գիժը չդատեցին, բայց տենց է գիժ մնաց, բայց չգիտեմ ինչ է լավ։ Հեշտ չի ասես Տիրոջ շնորհքները անարգել։ Ժողովուրդ ջան, պետք է զգուշ լինենք։ Նվերը չի դեր խաղում, տեսել եմ, դրա համար եմ խոսում, ժողովուրդ ջան, մեր միջի բաներն եմ տեսել։ Մեր լավ ջան Ղուրբան են ասում, 2 հատ էլ քաղցր բան են բերում, մի հատ բանբաներ կա, ես իմ ինչ այն տեսա արդեն զարմանվես այն մարդկանց վրա անգամ, ովքեր Տիրոջից հայտնություն ունեն, ու այդ հայտնությունը անարգել են։ Դամը հիմա ասում եմ, ժողովուրդ ջան, զգուշ ելեք, հմայության նվերներով մի խափնվեք, քաղցր բաներով մի խափնվեք, ոչ քաղցր խոսքերով, ոչ մեղերով, ոչ շոկոլադով, ոչ բամբաներով, ոչ թե արտասահմանած չգիտեմ ինչ նվերներով, տարբեր տեղից ուղարկեն։ Ինչքան էլ ձեզ նվեր տան,
բաղակից մեծ նվեր չեն կարող տան։ Արծաթ, ոսկի, շորեր, վերջում էլ տեսա, որ Տերը օրհնում է այդ աչքով տեսնող, իր բերանը խոսող, հայտնություն տվողը բաղակի խորհուրդ տվեց, գիտեք ոնց կարելի է հաղթել Իսրայելին, Իսրայելը սենց չես կարող հաղթես։ Նրանց պետք է գցել մեղքի մեջ։ Աստված սուրբ Աստված է, մեղքից զզվում է։ Հենց սրանք ընկնել մեղքի մեջ, Աստված նրանց կթողի դու կջարդես իրանց։ Բա ոնց անեմ, քիչ պոռնկության մեջ քո ժողովրդի միջի աղջիկերքին ուղարկի։ Էլնդե չէր որոշում, փչացած են, թե փչացած չեն։ Հրամանն է թագավորես, ինչ սիրուն են, ջոգեց գնացեք։ Բա ինչ անեմ, բա չէ թայ, թագավորն էր ասում։ Հա? Կուրքերն էլ հետը տարան։ Փայտի, արծաթի, ոսկու։ Մետ պաչի, ծնկի արաղոտ քարա ու կքնենք իր հետ։ Բաղակը չէր կարող այդքան մարդ սպանել, 23,000։ 24, հա, ուղեցին։ 1000 պակաս էր ասում, լավություն էի անում իրանց։ 24,000 մարդ մի կորում ընգավ, որտեղ 23 էլ կա, ես շփոթեցի, ուրիշ պատճառով 23,000 մարդ կար կոտորված, և ինչ արեցին, գնացին, սիրահարվան այդ աղջկերքի վրեն, նրանց գեղեցկությունը տեսան, Աստծո խոսքը մոռացան, վայ, սենց հաջողություն չէր հել է, Եգիպտոսում սենց աղջկեր չկան, ով էր մեզ բանի տեղ դնողը մեզ ստրուկների իսիլ, այ տես իրանց ոտով են եկի, հա։ Հիմա տենց են անում շատերը, իրանց լավ տղա են զգամ էլի, չեն ամանչում, իրանց բերնով էլ պատմում են, որպես թե կյանք հանող տղերք, էլի, լավ տղերք։ Արա այս ստրուկ, ինչ լավ տղա։ Տերը ձեզ պահի, աղոտ կանենք, որ Տերը մեր սրտերը մաքրի, անկախ դրանց եկեղեցու անդամ ենք, պարգև ունենք, մարգարե ենք, առաքյալ ենք, ավետանչ ենք, հովիվ ենք, երկհողներ ենք, ինչ եք հետաքրքիր չի, մեղ գործեցիք կորեք։ Ու Տիրոջ ասացին էլ պետք է ասել, ամեն և հաստատ մնալ, ոչ թե Տերը մի շաբաթ առաջ պատգամ տա ումը լսեք, ինչ անեք, ոնց անեք, Տերը ասում է, հասարակ մարդ չի վկայող, ասում է, սիրել եմ ես եկեղեցու կարգ ու կանոնները, վարդապետությունները, օրենքները։ Հա? Տերն է գարանտիա տվե։ Կլսեք ուրիշին, նշանով Տիրոջ ասածը ոտի տակ գցեցինք։ Տիրոջից է եկե մարդու խելքից չես ուսմունքներն ու կարգ ու կանոններն ու վարդապետությունները։ Տերը ասեց, վայ Տեր ինձների, գալիս է խոստովանում եղբայրջանիզների, ինձ մոտ, ու մոտ, քույրերի մոտ, տարբեր չիշկան, Աստված ինձների, ես գնացի, ես ապստամների հետ խառնվա, սենց արին, նենց արին, նենց արին, անցա մի շաբաթ նորից գնաց։ Դրա համար են իմաստուն մարդիկ ասում են, մարդիկ կան, անհաստատ մարդիկ են, ոնց Սուրգիքը ինչ ասում, ասում են, ծովի ալիքների նման է, ես կողմ են կողմ տարու բերվողներ են, կամուց կշված, կամին ես կոնցալ գալիս է խոտի նման թեքմերն ես յան, մեկ է խոտի նման թեքմերն են, սրանք էլ ուրիշ իմաստուններ ասում են, սրանք հաստատուն մարդիկ չեն, սրանք ժամանակի մարդիկ են, ժամանակը սենց է թելադրում են են թեքվում, սենց կթելադրի, սենց կթեքվեն, նրանք հաստատուն մարդիկ չեն, տարու բերվող ժամանակը ոնց է թելադրում, նրանք Տիրոջ խոսքի մեջ հաստատ կանգնող չեն, ու մենք տեսանք,
որ հավատներս չէր գալիս, որ այսքան ուսմունքից հետո, այսքան գործից հետո մարդը, որ կարա օրերի մեջ իր ձեռք բերած ամբողջը կորցնի։ Աղոթք անենք։